Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ողջույն պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Ադրբեջանը շարունակում է հրադադարը խախտելու մեղադրանքներ ուղղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, եթե հաշվենք վերջին մոտ 3-4 շաբաթվա ընթացքի մեղադրանքներից եղել կարող են թուփ 20-ի հասնել այդպիսի հաղորդագրությունները, նաև համապատասխան հերքումները հայկական կողմից եւ հիշեցումները, որ հրադադարի ռեժիմի հետաքննության մեխանիզմ է առաջարկվել, ինչին Ադրբեջանը չի համաձայնվում, եւ սա սկսվեց հատկապես այս 17 կետերի համաձայնությունից հետո, այս մեղադրանքների շարքը, դուք ինչ պատճառներ եք տեսնում։ Դե պատճառը այն է, որ Ադրբեջանը ըստ էության օգտվում է իրավիճակից, ես նկատի ունեմ տարածաշրջանային լարվածության աճից եւ փորձում են ներհյուսել իր շահերը այդ լարվածության աճին համընթաց։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի եւ եթե այս լարվածությունը վերաճի Իրանում ներքին բախումների կամ Իրանի դեմ արտաքին ագրեսիայի կամ այդ երկուսի համատեղ ի հայտ գալուն, նա կարող է փորձել իր կողմից ձեռք բերել նոր տարածքային հատվածներ Հայաստանի հաշվին, ուստի նա պետք է իրավիճակը թեժ պահի մի կողմից, մյուս կողմից էլ չպետք է պայմանագիր, համաձայնագիր կոչվածը ստորագրելուն ուղղված որևէ ռեալ քայլ կատարի։ Այսինքն ադրբեջանական հաշվարկի մեջ կարող է լինել Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային համ օբյեկտներին հարվածը, Իրանի խիստ զբաղվածությունը իրավատանգային հարցով, եթե չասենք ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշվելը եւ հարմար իրադրության առաջացումը, բայց այստեղ էլ կա արդյոք ամերիկյան ընկալում ինքը կստանա Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի։ Ինչ վերաբերում է ամերիկյան ընկալմանը, ապա քանի որ գործող վարչակազմը այսպես տրամադրային մակընթացությունների մարտավարությունն է որդեգրել, ուստի կարող է մի այնպիսի պահ լինել հարմար, երբ Ադրբեջանը փորձի օգտվել Միացյալ Նահանգների Հայաստանի հանդեպ թուլացած ուշադրությունից եւ փորձի ինչ-որ բան պոկել իր համար։ Թեև չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները շահագրգռված կլինեն, որպեսզի Ադրբեջանը նման քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ, բայց եթե ձեռնարկի, միգուցե տրամադրված չլինի այդ քայլերին կոշտ հակազդել։ Մանավանդ որ այստեղ կա նաև Իսրայելի գործոնը եւ Թուրքիայի գործոնը եւ շատ բան կախված կլինի, թե իրենք ինչպես կվերաբերվեն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիային։ Ինչ վերաբերում է Իրանի հանդեպ գործողություններին, Իրանի հանդեպ գործողությունները դրանք միջուկային օբյեկտների հարվածներով չէ, որ պետք է սահմանափակվեն։ Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը ավելի հակված են Իրանում իշխանափոխություն իրականացնել եւ այնտեղ ոչ գերական որևէ իշխող համակարգներ դնել, կամ էլ եթե դա լինելու է իսլամական կարգին պետություն, ապա այնպիսի իշխող վերնախավ ունենա, որը հակված լինի Իսրայելի հետ համագործակցել եւ հակաիսրայելական տրամադրություններով չառաջնորդվել իր արտաքին քաղաքականության մեջ։ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմի ռազմական գործողությունները, եթե հիշատակենք, դա հութիների դեմ հարվածներն են, այն պատճառով, որ Եմենի այդ իշխող վարչակազմն էլ հարվածներ հասցնում ամերիկյան նավերին, այսինքն Թրամփի բացատրությունը դա է, բայց նա նաև հռետորաբանության մակարդակում սպառնացել է շատերին, Ռուսաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, Ուկրաինային, որ նրանք վատ հետևանքների կարժանանան, եթե այդ օգտակար հանածոների գործարքին չհամաձայնեն, Կանադա, Գրենլանդիա եւ այլն։
որ չի բացառել, ասենք, վերցնելը Գրենլանդիան կամ Պանամայի միջանցքը այդ եւ այլն, հա։ Իրանի պարագայում էլ նման հռետորաբանություն կիրառվում է, շատ բաց, եթե 2 ամիս է տվել Թրամփը, եթե չհամաձայնվի այդ միջուկային գործարքի շուրջ ամերիկյան առաջարկներին, չի բացառվում ռազմական հարվածը։ Այ կան չափորոշիչներ հասկանալու արդյոք կլինի այդ հարվածը, թե սպառնալիք էլ կմնա։ Այդ հարվածի հավանականությունը բարձր է, բայց ես կարծում եմ, որ կնախաձեռնվեն Իրանի ներսում այնպիսի գործողություններ տեղի ունենալով, որոնք ուղղված կլինեն գործող վարչակազմի տապալմանը։ Դրանից հետո արդեն կլինի նաև արտաքին աջակցությունը, թե հարվածների, անմիջական հարվածների միջոցով այն երկրի այն հատվածներին, որոնք հատուկ նշանակություն կունենան Իրանի հետագա ճակատագրիրը ճշգրտելու տեսանկյունից եւ միգուցե եթե լինի քաղաքացիական պատերազմ, ապա հարվածներ կլինեն այն հատվածներին, որոնք որ կվերահսկվեն գործող վարչակազմի կողմից Իրանի։ Եվ այդ առումով օգնությունը ապստամբներին կլինի բավականին առարկայական։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, նույնը վերաբերում է Իսրայելին, եւ այդ տեսանկյունից սա կարծում եմ, որ ներդաշնակ գործող կոալիցիա կլինի ընդդեմ Իրանի։ Բայց պարտադիր չէ, որ այդ կոալիցիան գործի նույն ուժով ընդդեմ Հայաստանի։ Միևնույն ժամանակ, օրինակ, նույն հութիների հետ կապված ճիշտ է, հարվածներ են հասցրել ամերիկյան ռազմանավերին, բայց նաև հարվածներ են հասցրել բուն Իսրայելի տարածքին։ Այո։ Այսինքն մեծ հաշվով տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական գիծն այն է, որ ապահովի Իսրայելի անվտանգությունը եւ օժանդակվի Իսրայելի տարածքային ձեռքբերումներ ունենալու քաղաքականությունը։ Դա կլինի Գազան, կլինեն Գոլանի բարձունքները կամ Սիրիայի այլ հատվածներ, կամ Հորդանանի արևմտյան ափը եւ այլն եւ այլն։ Այսինքն սա կոնկրետ մեր տարածաշրջանում մերձավոր արևելքում վարվող ամերիկյան քաղաքականությունը Իսրայելի դիրքերը ամրապնդելուն է ուղղված եւ Իսրայելի համար նոր անվտանգային երաշխիքներ ձևավորելու նպատակ ունի, ընդ որում այդ նպատակի մի զգալի մասը արդեն իրագործվել է, այսինքն այն սպառնալիքները, որ գոյություն ունեին Իսրայելի համար նախկինում, ինչպիսիք էին Իրաքը, Սիրիան, մասնակիորեն Եգիպտոսը, այդ սպառնալիքները ըստ էության ռազմական տեսանկյունից այսօր չեզոքացված են։ Գալով մեր անմիջական խնդիրներին, կար մտահոգություն, որ նախագահ Թրամփի վարչակազմը կարող է Հայաստան-Ադրբեջան տիրույթին եւս այսպես սպառնալից ոճով դիմավորել եւ սկսել խոսել, հա, մեկնաբանել, բայց եթե նույնիսկ այդ սպառնալից տոնը կա, դա Հայաստանի հասցեին չի, հաշվի առնելով, որ էսկալացիան բացառելու փորձ, այսպես խոսակցություն գնում է, ասենք, Ուոլցի կողմից անվտանգության հարցերի խորհրդական Ադրբեջանի նախագահի խորհրդականի հետ զրույցում, ասելով կոնֆլիկտը պետք է վերջ տա, կամ Հայաստանի վարչապետի հետ Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի հեռախոսազրույցի առաջին նախադասություն պետքարտուղարության այն մասին էր, որ նրանք զրուցել են որպես ռազմավարական գործընկերներ ընդհանուր շահերի շուրջ, հաստատ Միացյալ Նահանգները, եթե չի դիտարկում Հայաստանին ռազմավարական գործընկեր, ոչ մի բան նրանց չէր ստիպում այդպիսի ձևով ներկայացնել այդ հեռախոսազրույցը եւ կրկին էսկալացիան բացառելու այսպես մոտիվներով էր, հա, այդ հաղորդագրությունը պետքարտուղարի, ասացիք չի ուզենա Հայաստանի դեմ հարձակում լինի, բայց նաեւ կարող է չցանկանա զսպել, հա, դա միջամտել։ Իսկ այս միջնորդական գործունեության ակտիվացում դուք պատկերացնում եք Միացյալ Նահանգների։ Այս պահին չէ։ Կա տարբերություն օրինակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ուկրաինական եւ հարավկովկասյան հատվածների միջև։ Ուկրաինական հակամարտությունը Միացյալ Նահանգների համար իր դերը արդեն կատարել է։
Այսինքն այդ դերը ավարտված է Միացյալ Նահանգների համար, անկախ այն բանից խաղաղություն կհաստատվի, զինադադար կհաստատվի, թե ոչ։ Ռուսաստանի թուլացումն է դա։ Դա Ռուսաստանի թուլացումը չէր, դա Արևմտյան Եվրոպայի մեկուսացումն էր ցամաքային տեսանկյունից, ցամաքային ճանապարհների տրանզիտի տեսանկյունից Չինաստանից առաջին հերթին։ Եվ այդ մեկուսացումը տեղի ունեցավ ոչ միայն պատերազմի հաշվին, այլ նաև այդ պատերազմի ծնած հետևանքների հաշվին, որոնցից մեկը նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումներ սկանդինավյան պետությունների հաշվին։ Այսինքն Շվեդիայի, Ֆինլանդիայի միանալը ՆԱՏՕ-ին այդ առումով Չինաստանի համար ցամաքային տրանզիտը Ռուսաստանի միջոցով լիարժեքորեն փակվեց, այսինքն Ֆինլանդիան այդ առումով կարող էր ճանապարհ տալ Ռուսաստանով որպես միջնորդ պետություն, որպեսզի չինական ապրանքը ցամաքային ճանապարհով հասնի եվրոպական այլ երկրներ։ Բայց հիմա այդ խնդիրը փակված է, այսինքն այս ուղղության վրա Չինաստանի մեկուսացման հարցը Միացյալ Նահանգները լուծել են։ Իրանի հետ կապված խնդիրը, բացի նրանից, որ Իսրայելի անվտանգության ապահովումն է, դա տարածաշրջանային խնդիրն է, գլոբալ առումով նույն նպատակին է ծառայելու, այսինքն մեկ գոտի մեկ ճանապարհ չինական ծրագիրը, որ կարող էր զարգանալ ցամաքային այս հարավային ճանապարհով, հիմա այս ճանապարհը փակելու խնդիրն է կանգնած եւ այդ առումով առանց Իրանի չեզոքացման որևէ ջանք արդյունավետ չի լինի բավարար կերպով։ Ընդ որում այստեղ նաև պետք է դիտարկենք, թե Միացյալ Նահանգները ինչպես կուզենան մեկուսացնել Չինաստանը եւ արդյոք միայն Չինաստանը, թե նաև Ռուսաստանը։ Դրանից է կախված, թե Իրանին որ տարածաշրջանը կհաջորդի կոնֆլիկտայնության աճի տեսանկյունից։ Եթե դա կլինի օրինակ Կենտրոնական Ասիան, ապա սլաքները ուղղված կլինեն միայն Չինաստանի դեմ։ Եթե հարավային Կովկասը, ապա Ռուսաստանը եւս կարող է մեկուսացվել այդ առումով ցամաքային ճանապարհների տեսանկյունից Չինաստանի հետ նույն զամբյուղի մեջ հայտնվելով։ Կմնա միայն Վրաստանը, բայց Վրաստանի խնդիրն էլ կարծում եմ այս դեպքում Իրանից հետո լուծելի կլինի։ Չեք կարծում մի քիչ չափազանցված են այն գնահատականները հատկապես այսպես ուկրաինամետ վերլուծաբանների կողմից, որ Թրամփի վարչակազմը վերջ հանձնեց Ուկրաինան Ռուսաստանին, որ Ռուսաստանի նախագահին պաշտում է Թրամփը իր իրոք բարեկամն է համարում եւ շուտով նրանք կմերձանան ընդդեմ Եվրոպայի, այսպես շատ ծայրահեղ Ընդդեմ Եվրոպայի գործողությունները սկսել են ծավալվել շատ վաղուց, ուղղակի Եվրոպան է քնած մնացել մոտ 10 տարի։ Այսինքն ոչ մի անակնկալ բան չկար նրանում, ինչ արեց Թրամփի վարչակազմը հիմա, ինչ էր անում Բայդենը մինչ այդ, ինչ էր անում Թրամփը մինչ այդ եւ մինչ այդ նաեւ Օբաման։ Այսինքն սա Միացյալ Նահանգների շարունակական քաղաքականությունն է, որը ըստ փուլերի կարող է կերպափոխվել եւ որոշակի ճկունություն դրսեւորել ելնելով ընթացիկ պահի շահերի ապահովման անհրաժեշտությունից։ Բայց երկարաժամկետ կտրվածքով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը իմ դիտարկմամբ շատ հետևողական է, սկսած 2001 թվականից առ այսօր առնվազն։ Այսինքն տեսանել է, որ արդեն այն ժամանակ որդեգրված էր շատ որոշակի ռազմավարություն, որոշակի նպատակներ եւ թիրախներ էին որոշված եւ հետեւողականորեն այս ուղղությամբ աշխատանք է տարվել։ Որոշ փուլերում ստացվել է արևմտյան եվրոպական երկրների աջակցությունը, որոշ դեպքերում Թուրքիայի, դե Իսրայելը մշտական գործող դեմք է, իսկ Ռուսաստանի հետ ըստ էության իսկական համագործակցություն է ծավալվել 13 թվականից ի վեր, որն ուղղված էր Ուկրաինայի պետականության տապալմանը։ Եվ այդ առումով նրանցից յուրաքանչյուրը ստացավ այն, ինչ իրեն կարծես թե պետք էր, միգուցե ոչ ամբողջությամբ, բայց Ռուսաստանը ձեռք բերեց տարածքներ, որոնց մասին վաղուց էր մտածում ու երազում եւ կարողացավ իր ռազմավարական դիրքերը Ղրիմի հաշվին ծեծողում վերականգնել
իսկ եւ դա իր տարածքային եւ տարածաշրջանային շահերի բավարարումներ, նաեւ Արցախի հաշվին, իսկ Միացյալ Նահանգները ստացան Չինաստանից համակային մեկուսացումը Արևմտյան Եվրոպայից եւ ըստ այդմ եւ Եվրոպայի եւ Չինաստանի տնտեսական կապերի նվազում թուլացում, ինչը նպատակ է Միացյալ Նահանգների համար, որում ռազմավարական նպատակ։ Այսինքն դուք չեք բացառում Թրամփ-Պուտին առևտրային գործարքը, նոր գործարքը, հա, այսպես։ Սա մենակ առևտրի խնդիր չէ, սա մեծ քաղաքականության բաղադրատար է։ Կարող է լինել, կարող է ոչ, բայց գլոբալ տեսանկյունից նրանք մրցակից թիմեր լինելով միևնույն խաղն են անում այժմ։ Այսպես ձևակերպենք էլի իրավիճակը բնութագրենք։ Նրանք մի խաղ են վարում, որը ունի երկու մակարդակ։ Ռուսաստանի համար տարածաշրջանային խնդիր է, եւ այդ տարածաշրջանային խնդիրները ռազմավարության են վերածված, Միացյալ Նահանգների համար գլոբալ ռազմավարության եւ գլոբալ գերակայությունն ապահովելու հարց է եւ այդ առումով նրանք համահունչ են գործում իրենց գործողությունները եւ շահերը չեն բախվում նրանք իրար փոխադարձաբար լրացնում են տեսեք Հայաստանի խորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու process-ի մեկնարկի մասին օրենք այսինքն արդեն Հայաստան պաշտոնապես հայտարարել է, որ մենք գնում ենք դեպի ԵՄ, անդամակցության process ենք սկսում։ Սա իշխանությունների դիվերսիֆիկացիայի քաղաքականության անվան տակ են ներկայացնում, բայց նաև հենց իրենք էլ խոստովանում են, որ ինչ որ մի պահ գալու է, երբ որ պետք է ընտրություն կատարվի ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջև, այսինքն էքսպերիմենտի հոտ է գալիս, եթե նրանց վերլուծությունները լսես, տեսնենք, որ միությունը կհաջողվի, կընտրենք վերջում, հա, բայց սա արդյոք հենց ընտրություն չի, ուղղակի ռուսական զայրույթը կառավարելու նպատակ ունի ասել, սա դիվերսիֆիկացիա։ Պարզ չի, որ իրար հակասող միությունների չես կարող միաժամանակ ինտեգրվել եւ եթե ընդունում ես օրենք, եթե դու գնում ես ռիսկի Ռուսաստանի այսպես ասենք նյարդերի հետ խաղացող օրենք ես ընդունում ԵՄ գնալու մասին, այդքան մեծ ռիսկ ես գնում, պարզ չի, որ կոնտրությունը առավել մեծ հավանական է, որ ԵՏՄ-ի հաշվին է լինելու։ Ինչ եք մտածում։ Դե մեծ հաշվով այս ուղղության կողմնակիցները չեն թաքցնում, որ պետք է օր առաջ դուրս գալ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից եւ առհասարակ Ռուսաստանի հետ փոխկապակցված բոլոր կառույցներից։ Երբ ես տեսնեմ դրա իրապես այս խնդրի անաչառ բազմակողմ վերլուծությունը եւ հետեւությունները, այսինքն ռիսկերի տեսանկյունից, որ ասենք, մնում ենք ԵԱՏՄ-ում ինչ ռիսկեր ունենք, մտնում ենք Եվրամիություն, ինչ ռիսկեր կառաջանան դրա հետ կապված։ Միգուցե այդ ամենի հետ պետք չի գործ ունենալ, պետք է ինտեգրվել ինչ որ արևելյան պետությունների դաշինքներում։ Միգուցե անհրաժեշտ է ուղիղ դաշինք ունենալ բացառապես Միացյալ Նահանգների հետ։ Չկա նման բան։ Այսինքն կան նախասիրություններ, կան սկզբունքային համոզմունքներ, բայց այդ ամենի տակ գիտելիքահեն հաշվարկներ ես չեմ տեսել ու չեմ տեսնում, ավելին ասեմ, ես օրինակ Եվրամիության ապագայի հետ կապված լավատես չեմ։ Այն գլոբալ process-ները, որ այսօր տեղի են ունենում, միտված են նրան, որ Եվրամիությունը որպես միասնական կառույց քայքայվի։ Ընդ որում վերջին տասնամյակներում տեսանք, որ Եվրամիությունը անհամաչափ աճ ունեցավ, ընդ որում մի հաշվի այնպիսի երկրների, որոնք ամենևին էլ առաջատար տնտեսություն չէին, թեև Եվրամիությունը առաջին հերթին տնտեսական դաշինք է։ Բնականաբար արդեն կան տնտեսական դժվարություններ եւ այդ դժվարությունները շոշափել են
եւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի շահերը, իսկ դրանք ԵՄ-ի առաջատար պետություններն են։ Հետևաբար որպես շարունակություն կարող ենք դիտարկել, որ նրանք ներկայիս գոյություն ունեցող Եվրամիությունից կարող են հեռանալ ձևավորել նոր տնտեսական կառույց։ Գնայք ես դրա հակառակ մեկնաբանություն եմ լսում, որ եթե Միացյալ Նահանգները պատվիրակում է անվտանգային գործառույթների իրականացումը Եվրոպային, ասելով ձեր գլխի ճարը տեսեք դուք լավ էլ մարդկային, ֆինանսական, տեխնոլոգիական, գիտելիք հեն ռեսուրսներ ունեք ինքներդ ապահովելու, սկսեք ռազմարտունաբերություն ծավալել, թվականակել ունել, ամեն ինչ էլ ունեք, ուղղակի դուք սկսեք արդեն դա անել, դա կարող է բերել Եվրամիության ռազմաքաղաքական գործոն դառնալու, այսինքն եթե այս մարտահրավերը Եվրոպան ընդունի, ոչ թե անտեսի ասելով ոչ չկա նման մարտահրավեր, կարող է Եմեն այսպես աճել որպես գլոբալ դերակատար, չեք բացառի։ Դա կասկածելի է, որովհետև իհարկե Միացյալ Նահանգները չեն ցանկանա, որ Եվրամիությունը դառնա լիարժեք ռազմական դերակատար։ Դրա համար Եվրամիության միասնականությունը պետք է խախտվի եւ օրինակ Հունգարիայի դիրքորոշումը, Իտալիայի դիրքորոշումը, Լեհաստանի մոտեցումը դրանք մնացած Եվրամիության երկրներից տարբեր պարամետրերով, բայց կարող են տարբերվել եւ Միացյալ Նահանգները հեշտությամբ կարող են պարախտել Եվրամիությունը։ Եվ մեծ հաշվով այդ գործընթացը արդեն սկսվել է։ Սկսվել է իդեպ Brexit-ով, Միացյալ Թագավորության ելքով Եվրամիությունից, Մեծ Բրիտանիայի։ Թե այսօրվա ղեկավարությունը Միացյալ Թագավորության սերտորեն համագործակցում է։ Այո, համագործակցում է, բայց անդամ չէ։ Այո։ Եվ ասում են միտքել չունենք վերադառնալու։ Այո, եւ դա կարևոր ցուցիչ է։ Ի տարբերություն կոնսերվատիվ, այսպես կուսակցության, որը շատ հեռու էր իրականում իրեն պահում եվրոպական գործերից եւ առևտուրն էր դժում իրականում այդտեղ խնդիրներ գալիս են եւ շատերը Մեծ Բրիտանիայում հոգնել են այդ կուսակցությունից։ Բայց նաեւ Հայաստանի այս ամեն դեպքում օրենքը ընդունված է, պարոն Մելիքյան, եւ հայկական պետության ուղղությունը սա է, եթե իհարկե մի օր Հայաստանում իշխանության չգա այնպիսի ուժ, որը կասեցնի սա։ Դե գիտեք, ես ընդհանրապես կողմնակիցը չեմ արտաքին կողմնորոշումների հիման վրա սեփական քաղաքականությունը կառուցելը առանց սեփական իրական շահի հստակ ձևակերպման։ Այսինքն սա մոտեցում է, որը ռազմավարական խորք չունի։ Այս կարգի մոտեցումը կապ չունի դա Եվրոպամետությունն է, Ռուսամետությունն է, թե ինչ որ բանն այն է, որ գլոբալ փոփոխությունների հիմքում ընկած օրինաչափություններին մեր քաղաքական վերնախավը չի տիրապետում։ Եվ այդ է պատճառը, որ ոչ էլ կարող է կանխատեսումներ կատարել, թե գոնե 10-15 տարվա խորքով ապագայում ինչ սցենարներ կարող են լինել իրատեսական։ Դրա համար պետք է հասկանաս process-ների բուն պատճառները։ Ընդ որում այդ պատճառները քաղաքական նախասիրություններից դուրս են։ Դրանք բնական պատճառներ են, որոնք իրենք են ստիպում որոշում կայացնողներին հարմարվել այդ պատճառներին։ Այսինքն դրանք այն բուն մեխանիզմներն են, որոնք առաջ են մղում քաղաքականությունը պարտադրում են հիմնական դերակատարներին այս կամ այն քայլերը կատարել իրենց գերակայությունը պաշտպանելու եւ ապահովելու համար։ Դրա համար նրանք կարողանում են շատ ավելի առաջ տեսնել, դրա համար նրանք ծրագիր են պարտադրում ուրիշներին եւ այդ ծրագիրը միշտ ուղղված է մի բանի, որպեսզի իրենց գերակայությունը չվտանգվի։ Ամենաանսպասելի առաջին հայացքից թվացող անսպասելի դաշինքներ են ձևավորվում։ Կարճաժամկետ թե միջնաժամկետ տեղական չէ, բայց նրանք ձևավորվում են, հետո թուլանում են, փլուզվում են եւ շատերի համար անակնկալ էր, թե ոնց եղավ, որ Միացյալ Նահանգների նոր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ որոշեց բարեկամանալ։ Այդ ինչ անսպասելի, ոչ մի անսպասելի բան չկար այդտեղ։ Դա Միացյալ Նահանգների հետևակայ քաղաքականության հերթական փուլն է եւ մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Ոչ թե փախուստանք այս կամ այն դերակատարի թևի տակ մտնենք։
մի հատ տեղում կողմնորոշեք, դուք ով եք, ինչ եք իրականում ուզում երկարաժամկետ կտրվածքով եւ հասկացեք թե կարճ ժամանակահատվածներով ձեր ռազմավարությունը ինչպես պետք է կառուցեք եւ ում հետ։ Ցավոք սերտի ես այդ մոտեցումը չեմ տեսնում, դրա համար ցանկացած որոշում այս առումով իմ համար լիարժեք չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար, Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արման Մելիքյանի։